Երեք սուտ, որով Նիկոլ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին ընտրություններից առաջ։ Սուտ համար 1. Փաշինյանը ասում է, որ Հայաստանում կա Ղարաբաղյան շարժում։ Հայաստանում Ղարաբաղյան շարժում չկա։ Այն տեսքով, այն ձևով եւ այն բովանդակությամբ, որը եղել է 88 թվականին կամ դրանից հետո, որովհետեւ այդպիսի հանրային կամ հասարակական պահանջ պարզապես չկա։ Արցախի ժողովրդի իրավունքների, պատերազմական հանցագործ Ալիևի մասին խոսելը չի նշանակում սկսել նոր Ղարաբաղյան շարժում կամ շարունակել հինը։ Դա մեր պատմությունն է, Արցախը եղել է հայկական, այնտեղ ապրել են հայեր, այնտեղ թափվել է հայ արյուն եւ մենք պարտավոր ենք հիշել, խոսել եւ պատմել բոլորին։ Հայաստանում կա Ղարաբաղյան շարժում անվան տակ իշխանությունը պարզապես ընտրություններից առաջ վախեցնում է մարդկանց պատերազմով եւ նոր ատելություն բորբոքում ղարաբաղցիների նկատմամբ։ Միաժամանակ ջնջելով նաեւ մեր պատմությունը, թե դա ում պատվերով, սա արդեն այլ քննարկման հարց է։ Սուտ համար 2. Փաշինյանն ասում է, որ եթե ես չլինեմ վարչապետ, կլինի պատերազմ։ Ով էլ լինի իշխանության, եթե Աստված ոչ անի սկսվեց պատերազմ, այդ մարդը արագ կորցնելու է իշխանությունը։ Հետևաբար չկա լոգիկա եւ տրամաբանություն այն բանում, որ կան քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք հիմա ուզում են գնալ ընտրություններով վերցնել իշխանություն, հետո այնպես են անելու, որ սկսվի պատերազմ, կորցնելու են այդ իշխանությունը։ Այսինքն հիմա մեծ գումարներ են ծախսվում, որպեսզի հետո արագ կորցնեն այդ իշխանությունը, այստեղ տրամաբանություն չկա։ Հակառակը, ով էլ գա, դողալու է եղած խաղաղության, եղած ստատուս քվոյի վրա, որովհետև մենք վերջնական խաղաղություն չունենք։ Փորձելու է ավելի ամրապնդել եւ վերջնական հանգրվանի հասցնել այդ խաղաղությունը, բայց դա իհարկե մեր կամքից միայն կախված չէ։ Մի բանում ես համոզված եմ, պատերազմ ստանալու է նա եւ ստանալու է վատ պատերազմ, ով պատերազմով շանտաժ է անում սեփական ժողովրդին։ Իսկ ես մի մարդ եմ ճանաչում Հայաստանում, ով պատերազմով շանտաժ է անում սեփական ժողովրդին։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Սուտ համար 3. Փաշինյանն ասում է, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի ունենա սուվերենություն, չի լինի ինքնիշխան։ Հայաստանում Ռուսաստանի միութենական մաս անդամ դառնալու խոսակցությունները կեղծիք են եւ միֆ են այնքանով, որքանով Հայաստանի Եվրոպական միության անդամ դառնալու խոսակցությունները։ Այս երկու օրակարգն էլ կեղծ են եւ ձևավորված են նրա համար, որպեսզի ազդեն ձեզ վրա որպես ընտրող, որովհետեւ եթե դուք զզվում եք ռուսներից, Փաշինյանը ձեզ վախեցնելու է, որ այ հեսա կգան քաղաքական ուժեր, ձեզ կմտցնեն միութենական պետություն։ Եվ ձեր վախերը կամրապնդվեն ու դուք կգնաք կընտրեք Փաշինյանին։ Եթե դուք սիրում եք Եվրոպական միությունը, Եվրոպան, Փաշինյանը ձեզ կխաբի, որ այ եթե հեսա ինձ ընտրեք, ես Հայաստանը կմտցնեմ Եվրոպական միություն, Հայաստանը կդառնա ԵՄ անդամ։ Այս երկու օրակարգն էլ կրկնում եմ, կեղծ են, միֆ են եւ սուտ են իշխանությունների կողմից։ Հայաստանը ինքնիշխան լինելու սուվերենության հետ կապված խնդիր ունի հենց այս պահին։ Ինչու՞, որովհետև Հայաստանում քաղաքական որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի միջոցով, բայց ոչ կողմից։ Կայացվում են Ալիևի, Էրդողանի, Վլադիմիր Պուտինի, Ջեյ Դի Վենսի, Կայա Կալասի կողմից, բայց Փաշինյանի միջոցով։ Մարդ, ով անցել է որոշակի քաղաքական ճանապարհ կամ առերեսվել է Փաշինյանի քաղաքականության հետ շատ սերտ, խորհուրդ կտամ հետևյալ բանաձևը. եթե դուք ուզում եք հասկանալ Փաշինյանը ստում է թե ոչ, փորձեք այսպես նայել երևույթներին եւ իրերին։ Եթե Փաշինյանը ասում է, որ կա մի բան, իմացեք, որ չկա այդ բանը։ Եթե Փաշինյանը ասում է, որ չկա այսինչ բանը, ուրեմն իմացեք, որ կա այդ բանը։ Եթե Փաշինյանն ասում է, որ չկա պատերազմ, ուրեմն իմացեք, կա պատերազմի վտանգ։ Եթե Փաշինյանն ասում է, որ կա Ղարաբաղյան շարժում, կա խաղաղություն, ուրեմն իմացեք, չկա։ Եթե ասում է կա սուվերենություն, ուրեմն չկա։
Եվ սա իմ քաղաքական ենթադրությունները չեն պարզապես, սա երկար տարիների քաղաքական դառը փորձից արված հետևություններ են։ Մարդը ինչ ասել է, արել է հակառակը, ինչ խոսել է, եղել է դրա հակառակը։ Մենք այս դառը իրականության մեջ ենք արդեն 8 տարի։ Եկեք 8-րդ տարվա վերջում չթողնենք, որ մեզ խաբեն։ Լավ եղեք։